2026-ի ընտրության արդյունքով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը։ Սա վարչապետի խոսքով նշանակում է 2025-ը համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարի, արձանագրում են այսուհետև ամեն տարին պետք է լինի հետհեղափոխական կառավարման լավագույն տարին, նաև բյուջետային հոսքերի տրամաբանության մեջ։ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն եւ ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ եւ վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ։ Նիկոլ Փաշինյանն էական է համարում 2025-ին արձանագրված հիմքերը, որոնք թույլ են տալիս նոր որակի պետության ձևավորման օրակարգին անցումը։ Այդ հնարավորությունը վարչապետը պայմանավորում է մի քանի կարևոր իրադարձությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը 2025-ին հայտարարեցին խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը։ Հայաստանի ղեկավարի խոսքով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ այդ իրադարձությունն է, որ հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը։ Ըստ էության մի շրջադարձային գիծ ենք անցել, որովհետև 2017 թվականի համեմատ, ինչու 2017 թվականի համեմատ, ես վերցնում եմ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդած վերջին տարին, այդ տարվա համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 135%-ով, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք արդեն վստահ պնդել, որ հեղափոխության հաջորդող 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են։ Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է եւ որը ինքը թվային ցուցանիշ է, բայց սրա տակ շատ էական բովանդակություն կա եւ այդ բովանդակությունը առաջին հերթին մեր տնտեսության աճն է։ Վարչապետի խոսքով 2026-ի պետբյուջեի պարամետրերը լավատեսության հիմք են, որ պլանավորած եկամուտները էականորեն գերակատարվելու են։ Դա կապված է 2025-ին արձանագրված տնտեսական ցուցանիշների հետ։ Նաև քաղաքական շահարկումները հաշվի առնելով վարչապետը պարզաբանեց 2026-ին կենսաթոշակները բարձրացնելու որոշումը։ 2025 թվականի համար եւ միջազգային եւ հայաստանյան ինստիտուտները եւ պետական բյուջեով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրված 5.2%, եթե չեմ սխալվում, եւ իրականում 2026 թվականի փետրվարին Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց մեր տնտեսական աճի ցուցանիշները եւ պարզվեց, որ տնտեսական աճը մոտ 2%-ով գերազանցում է կանխատեսված ցուցանիշը։ Սրանում դեր ունեցել են հենց այն քաղաքական իրադարձությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի։ Եվ այդ որոշումների եւ այդ փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել։ 2018 թվականից մինչև այսօր մեր տնտեսությունը 53%-ով աճել է։ Սա ահռելի մեծ թիվ է։ Կառավարության մեծագույն քաղաքական խնդիրն ու հանձնառությունն է, որ ըստ Փաշինյանի այս ամբիոնից ազդարարվող տնտեսական աճերը մարդիկ կոնկրետ տեսնեն կյանքում։ Էսա պատճառը, որ արձանագրելով, որ 2025 թվականի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2%-ով ավել է եղել եւ նաեւ հաշվի առնելով մեր 2021 թվականին մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում թոշակների բարձրացումը եւ դրանով իսկ եւ ուզում եմ ասել, որ սա 2025 թվականի ցուցանիշ է, առաջին անգամ մենք ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ Հայաստանի Հանրապետությունում, քան նվազագույն սպառողական զամբյուղներ։ 2028 թվականից սկսած մենք կվերանայենք եւ առնվազն գնաճի չափով մենք կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից մենք ներքև այլևս երբեք
ճիճնենք։ 2025-ի արդյունքներով է նաև, որ ներդրվեց առողջության ապահովագրության համակարգը։ Վարչապետի դիտարկմամբ 2025-ը առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Ըստ վարչապետի 2025-ի արդյունքներով Հայաստանից արտագաղթը դադարել է եւ սկսել է ներգաղթը։ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին եւ իհարկե սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը Հայաստանի Հանրապետության կյանքում եւ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականը միանշանակ եւ աներկբա պատմական տարի է։ Կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը եւ ելի ուզում եմ ընդգծել, որ դա առաջին հերթին կապված է խաղաղության հաստատման եւ հարակից պրոցեսների հետ։ Հայաստանի պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խոչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով թրիփ նախագծի իրագործումը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Պիտի ուրախությամբ արձանագրեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած խաղաղության գործարքը, ինչը խաղաղության խաչմերուկ նախագիծը դարձնում է առավել քան արդիական եւ իհարկե թրիփ նախագծի շրջանակներում ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի կարևորագույն նրբություններից մեկը այն էր, որ բացվում են ոչ միայն հաղորդակցության ուղիները արևելքից դեպի արևմուտք, այլև հյուսիսից դեպի հարավ կամ հակառակ ուղղությամբ։ Թրիփը բացելու է նաև Պարսից ծոց Սև ծով հաղորդակցության ուղիները, ներառյալ Միջերկրական ծովի եւ Կասպից ծովի մեջ հաղորդակցության ուղիները, որոնք Հայաստանը դարձնելու են խաղաղության եւ տնտեսության խաչմերուկ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված 3 հուշագրի մասին։ Այս դահլիճում քննարկումներն ու քննադատությունները։ Հիմա արդեն ԵՊՀ-ն ունի արհեստական բանականության կենտրոն սուպերհամակարգիչ։ Գագարինում բացվեց արհեստական բանականության գործարան։ Առաջիկայում 5 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալով նման գործարան կբացվի Հրազդանում։ Սրանով մեր խնդիրները ոչ թե պակասում են, այլ մեր խնդիրները ավելանում են, որովհետև արհեստական բանականության գործարանները իրենք էլեկտրական էներգիայի սպառումը կարելի է ասել ընդհանուր երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում են եւ մենք այն իրավիճակում ընդամենը մի տարի առաջ, տարի ու կես առաջ մենք կարող ենք համարել, որ մենք էլեկտրականության շատ էական բան ունենք, հավելցուկ ունենք, որը պետք է սպառելու տեղ գտնենք, այսօր չունենք այսօր արդեն մենք պիտի մտածենք, թե ինչպիսի նոր հզորություններ գեներացնենք, որպեսզի 5 միլիարդ դոլար ներդրումային պոտենցիալը, որը հենց միայն Firebird ծրագրով մենք ունենք, այդ պոտենցիալը մենք իրացնենք։ Իհարկե, այս ուղղությամբ էլ մենք շատ կոնկրետ գործողություններ ենք ձեռնարկում եւ ունենք լավ լուրեր այդ առումով եւ ընդամենը այս օրերին արտաքին գործերի նախարարը գտնվում է այցով Եվրոպական միություն եւ Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու համար, սա նշանակում է, որ մենք մեծ քայլերով շարժվելու ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն եւ ավելի հուսալի անվտանգություն։ Անդրադառնալով ընտրական գործընթացներին վարչապետը ընդգծեց, որ 2 անգամ գերծանր պայմաններում կարողացել են ապահովել Հայաստանի քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Հիշեցրեց, թե 2021-ին ինչ միջավայրում են անցկացվել խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքով քաղաքացիներն ունեցել են ազատ կամ արտահայտման հնարավորություն։ 2026-ի ընտրությունների ժամանակ եւս եղել այդ հնարավորությունը, բայց ըստ վարչապետի բախվել են նոր մարտահրավերների, որոնց արձագանքելու պատշաճ մեխանիզմների ձևավորումը պետք է լինի քաղաքական օրակարգի առաջիկա կարևորագույն հատվածը։ Այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշարք բաժանող եւ այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Ըստ էության խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր եւ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է
այդ process-ները եւ այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից եւ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետքա ձեռնարկի միջոցներ եւ մենք 2026 թվականի խորհրդանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաեւ այդ պարտավորությունը ստանձնել ենք եւ վերաստանձնել ենք Հայաստանի Հանրապետության քրեա օլիգարխիկ ռեժիմը արմատախիլ անելու process-ները իրենք ուղեկցվել են եւ պիտի ուղեկցվեին այդ թվում արտաքին ազդեցություններով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Եվ դրանք նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։ Եվ եղել են այո իրավիճակներ, ես չեմ ուզում թաքցնել սա այլևս, եղել են իրավիճակներ, երբ որ մենք հասել ենք մի գծի, երբ որ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհանուր գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Այսօր այդ թվում իմ նշած հանգամանքների բերումով այդ ռիսկերը հաղթահարված են։ Այդ ռիսկերը հաղթահարված են, հետևաբար ելի եմ ուզում ասել նախորդող շրջանում չի եղել մի րոպե, մի վայրկյան, երբ որ մենք կոմպրոմիս ունենանք քրեա օլիգարխիկ համակարգի հետ։ Չի եղել ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան։ Պարզապես մենք մեզ հաշիվ ենք տվել, որ կան իրավիճակներ, երբ որ մեզ կրկնակի եռակի շրջահայացություն է հարկավոր, ընդհանուր դանդաղպետություն է հարկավոր, որպեսզի մենք արտաքին այնպիսի ազդեցություններ չսադրենք, որոնք Հայաստանի համար բերելու են այնպիսի ազդեցություններ, ինչպիսին մենք ունեցանք օրինակ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հիմա ես պատասխանատու կերպով ասում եմ, որ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են եւ այդ բոլոր ռիսկերը կառավարված են եւ այդ ռիսկերը ըստ էության այլևս գոյություն չունեն։ Կառավարությանը, ժողովրդին եւ քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալու Հայաստանում քրեական օլիգարխիան ներառյալ ընտրակաշարք բաժանող ուժերին արմատախիլ անելու գործընթացի վրա, որը արդեն սկսված է, այն որևէ կերպ չի կարող կասեցվել։ Բյուջեի կատարման հաշվետվության եզրափակի ելույթը ամփոփեց վարչապետը, նշելով, որ ի հեճուկս մարտահրավերների 2018-26 թվականներին Հայաստանին է վերադարձվել ստվերային գողացված թալանված 8 միլիարդ դոլար։ Ապօրինի օտարված միջոցների պետությանը վերադարձնելու գործընթացը Հայաստանի ղեկավարի հավաստմամբ շարունակվում է։ Մայա Խաչատրյան, լուրեր։